Բոլոր այն ամեն ինչի համար ինչը որ այսօր իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում, այն զարգացման տեմպերը որ ունենք մեր երկրում, այդ պատճառով վստահ եմ որ քաղաքացին քվեն տալու է քաղաքացիական պայմանների։ Իսկ դուք հանրության հետ շփվում եք, ինչ են ասում օրինակ Սարգսյան, ինչ է ասում քաղաքացին։ Քաղաքացու հետ ես ամենօրյա շփմաններ չեմ, ամենայն դեպս մեր մարզում այդ հնարավորությունը կա, ես ամեն օր շփվում տարբեր սոցիալական շերտեր ներկայացնում քաղաքացիների հետ եւ քաղաքացին իհարկե իր հոգսերն ու դարդերը վակիսվում է հետ եւ հույս է կապում որ այդ հոգսերը եւ դարդերը մենք ենք լուծել։ Փաշինյանի գալուց կներեք հրահանգ տալիս եք որ անպայման ներկա լինեն այն մարդիկ ովքեր փաշինյանական են, որովհետեւ բացարձակապես նման հրահանգ չի լինում մեր կողմից, որովհետեւ այդ քարոզարշավին ու այդ քաղաքացիների հետ հանդիպումների ընթացքում երբևիցե մենք նախորդ չենք իմանում թե վարչապետը որտեղ է։ Մենք ահազանգ ունեինք, որ ընդդիմադիր մարդկանց հորդորում են փողոց դուրս չգալ, չմոտենալ Նիկոլ Փաշինյանի, որպեսզի տհաճ իրավիճակներ չստեղծվի։ Կարող են նաև իրապահ մարմիններին դիմել, ես վստահ եմ որ արձագանք կլինի, բայց ես նման դեպքերի մասին տեղյակ չեմ ու չեմ էլ լսել։ Ուժեղ Հայաստանի դիրքերը ինչպես է գնահատում այս պահի դրությամբ Սարգսյան, որովհետև ինչպես հասկացա, միայն իշխանությունը պայքարում է ուժեղ Հայաստան կուսակցության հետ։ Ես այդպես չեմ կարծում, բոլոր քաղաքական հակառակորդներն էլ հակառակորդ են եւ բոլորի դիրքերն էլ նույնն են։ Ձեր մարզում ինչ դիրք ունի օրինակ այս պահի դրությամբ։ Ես չեմ ցանկանում խոսել մի քաղաքական ուժի մասին, որ դեռևս չեն էլ կողմնորոշվել թե իրանք քաղաքական առաջնորդնով է եւ ինչ ասել են Սամվել Կարապետյանի հետ գնում են, ասեցին որ չի կարող լինել առաջնորդ Հայաստան են ունենալու Սամվել Կարապետյանի այլ երկրի քաղաքացիություն ունեցող անձնավորությունը չի կարող Հայաստանի քաղաքական չի զգացում որտեղ հրաժարվել։ Մտածում եք հունիսի 8-ին առավոտյան իշխանությունը վերարտադրվելու է ձեր իշխանությունը։ Չի վերարտադրվելու, քաղաքացու քվեով քվե ստանալու եւ անցնելու է բնականon աշխատանք։